Սիրելի բարեկամներ, 3 բավականին տպավորիչ միջոցառում էր կազմակերպվել դատական իշխանության օրվա կապակցությամբ, որի ընթացքում մի քանի ուշագրավ ելույթներ տեղի ունեցան, որոնց վերաբերյալ ցանկանում եմ իմ համեստ կարծիքը շարադրել։ Ընդհանուր առմամբ բանախոսները հանգում են այն հետևության, որ դատական իշխանության ներսում գոյություն ունեն բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, եւ այս տարիների ընթացքում ըստ վարչապետ Փաշինյանի իրենց չի հաջողվել իրականացնել այնպիսի ռեֆորմներ եւ բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտային հանրության մոտ արձանագրելու, որ մենք գործ ունենք իրապես կայացած եւ անկաշառ անաչառ դատական համակարգի հետ։ Սիրելի բարեկամներ, եթե 5 տարվա ընթացքում SMS-ի միջոցով Բարձրագույն դատական խորհրդի 5 նախագահ է հրաժարական տալիս եւ նշանակվում նորը, ապա նման պայմաններում ինչպես է հնարավոր է ապահովել դատական համակարգի այնպիսի բնականon կենսագործունեություն, որը կապահովի իրապես արդարադատություն եւ հանրության վստահության մակարդակը կբարձրանա այն աստիճանը, որը կդառնա անշրջելի։ Ես խորապես համոզված եմ, որ կառավարման այնպիսի փիլիսոփայության պայմաններում դատական համակարգի նկատմամբ այսպիսի ընկալումների առկայության պայմաններում եւ նման կառավարող վերնախավի առկայության պայմաններում անհնար է ապահովել իրապես անկախ ու անաչառ դատական համակարգ։ Եկեք իրար չխաբենք եւ ամենակարևորը մեր հանրությանը հիմարի տեղ չդնենք։ Ես ցանկանում եմ այս առումով ընդգծել, որ ընդհանուր առմամբ խնդիրը ավելի խորքային է եւ պայմանավորված է մեր սահմանադրի իրավական կարգավորումների մեջ 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում նոր սահմանադրային իրավական կարգավորումները հնարավորություն տվեցին ձևավորել ԲԴԽ, որն այս տարիների ընթացքում ապացուցեց իր կույրաղիտ լինելը, այսինքն անկախ նրանից, թե ինչպիսի անձերով է համալրվում Բարձրագույն դատական խորհուրդը, հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդում կան երևելի իսկապես հեղինակություն ունեցող անձիկ, այդ թվում նաև Բարձրագույն դատական խորհրդի ներկայիս նախագահը, բայց մարմինը որպես այդպիսին իր գործունեությամբ ապացուցում է, որ հնարավոր չի ինքը այդ մարմինը ապահովի դատական իշխանության անկախությունն ու դատարանների բնականon գործունեությունը եւ շատ ժամանակ դառնում է ուղղակիորեն գործադիր իշխանության կցորդն ու նրա ազդեցության գերին։ Ուստի մեզ համար անհրաժեշտ է, եթե մենք իսկապես ցանկանում ենք գլոբալ առումով ձևավորել իսկապես անաչառ, անկաշառ եւ ամենակարևորը գործադիր իշխանության ազդեցությունից դուրս դատական համակարգ, մենք պետք է խորքային առումով փոխենք սահմանադրային իրավական կարգավորումները եւ ձևավորենք այնպիսի դատական համակարգ, որը զերծ կլինի գործադիր իշխանության ազդեցությունից։ Բարին ընդ ձեզ։